Ողջույն, Ռեոփնի տաղավարում այսօր հյուրընկալել են ոստիկանության գնդապետ, փորձագետ Նելի Դուրյանին։ Զրուցելու ենք անչափահասների խնդիրների, իրավունքների մասին։ Տիկին Դուրյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար։ Ցավոք, վերջին ամիսներին ունեցանք անչափահասների անհետացման կորուստների դեպքեր, ընդհուպ օրեր առաջ Ծափաթաղում սպանված երեխայի մարմին հայտնաբերվեց։ Որպես ոլորտի փորձագետ, մասնագետ, ինչ եք կարծում, այս անհետացումների, այս ողբերգությունների հիմնական պատճառները որոնք են, սրանք պետական վերահսկողության բացերն են, թե ընտանեկան, սոցիալական, հոգեբանական խնդիրների հետևանք են։ Իսկապես այն խնդիրը, ինչ որ այն հարցը, ինչ որ վերաբերվում է անչափահասին, բավականին ծանր է։ Եվ ցավոք սրտի շատ առավել ծանր է լինում, երբ որ ունենում է շատ ծանր հետևանք։ Կոնկրետ վերջի դեպքը, որը մենք ունեցանք 3-ամյա Տիգրանի հետ կապված։ Այդ էր նշված ընտանեկան, պետական, մյուս կարծում եմ բոլորը իրենց դերակատարություն ունեն, բոլորս յուրաքանչյուրս իր մեղավորության չափը ունի, բոլորս պատասխանատու ենք, բոլորս ինչ որ մի ձևով պետք է մեր մեջ ման գանք, փնտրենք, որտեղ էր սխալը, ինչու նման բան կատարվեց, արդյոք կարող էինք կանխել, արդյոք կարող էինք մի բանով օգնել այդ ընտանիքին, որ նման ողբերգություն չլիներ։ Երեխայի հետ աշխատելիս, երեխային դաստիարակելիս, երեխան ծնվում է ընտանիքում եւ առաջի պատասխանատուն իհարկե դա ընտանիքն է, ծնողներն են։ Իզուր չէ, որ կա հատուկ ծնողավարության դասընթացներ կան։ Ծնողը պետք է պատրաստ լինի իր երեխային պահել, դաստիարակել, կրթել, կրթությունը տալ, առողջությանը հետևել, մյուս։ Այստեղ դերակատարություն ունի իհարկե պետությունը։ Գիտեք, սա մի շրջանակ է, շրջանակի մեջ մտնում են բոլորը, մենք նույնպես։ Մտնում են բոլոր պետական օղակները, ընտանիքից սկսվում է շրջանակը։ Պետական օղակները, դա աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը, դա առողջապահությունը, դա կրթությունը, բոլոր օղակները, հասարակական կազմակերպությունները, հասարակությունը, որը կարևորագույն դեր ունի այս ամենի մեջ։ Համայնքը պետք է լինի ծնողից հետո երկրորդը, որ համայնքի ուշադրության կենտրոնում լինի այս ընտանիքը եւ այս երեխան։ Այնպես որ բոլորս կարծում եմ ընդհանրապես այդպես է ամբողջ աշխարհում։ Բոլորը այս հարցում երեխայի պաշտպանության, իրավունքների պաշտպանության մասով բոլորը դերակատարություն ունեն։ Շատ լավ, իսկ երբ այսպիսի երեխաների անչափահասների անհետացման դեպքեր են ունենում, սկսում են որոնողական աշխատանքներ, ինչպես եք դուք գնահատում, հնարավորինս արվում է, որ ավելի շուտ հայտնաբերվեն նրանք, թե թերացումներ լինում են, օրինակ օրեր շարունակ փնտրում են նույն 3-ամյա Տիգրանին, ինչպես է կարծում, հավուր պատշաճի կատարվում են այս աշխատանքները հիմա։ Գիտեք, ես ինքս ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ, ինքս լինելով իրավաբան, ես ինձ չեմ վերապահում իրավունք ժամանակից շուտ գնահատական տալ, արդյոք ամեն ինչ արվել է, արդյոք բոլոր աշխատանքները իրականացվել են ըստ ի պատշաճի, նախաքննության փուլում է գտնվում եւ նախաքննության արդյունքներով, նախաքննության ընթացքում եւ հետագայում արդեն արդյունքներով պետք է պարզ լինի ով ինչ չի արել։ Կանխման աշխատանքներ, կանխարգելիչ աշխատանքներ, ընդհանրապես ոստիկանություն հիմնական գործառույթը եւ մեխը դա կանխարգելումն է։ Նամանավանդ անչափահասների շրջանում եւ ընդհանրապես հանցավորության կանխարգելման, կանխարգելումը դա մեխն է մեր աշխատանքի։ Ինչ է արել համայնքը։ Արդյոք շուտ են արձագանքել մյուս խնդիրները, դա պետք է պարզվի նախաքննության փուլում։ Ես չի ցանկանա այս պահին տալ նման, չեմ վերապահում ինձ իրավունք նման գնահատական տալ։ Մենք կարող ենք խոսել, այս դեպքերում ինչ կարելի է անել, որպեսզի շուտ հայտնաբերվի երեխան, ինչ պետք է արվի։ Նախ նայեք այդ Տիգրանի դեպքը չի սա, որտեղ ստեղ հայրն էր ըստ էության, հայրն է մարդասպանը, հայրն է երեխային, նույնիսկ չեմ կարողանում ասել, շատ ծանր է, ծանր դեպք է։ Ընտանիքը անմիջապես պետք է տեղակ պահի ոստիկանությանը։ Նույն րոպեի ընթացքում, նույն վայրկյաններին
Ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ, օպերատիվ հետախուզական, դրանք լայնածավալ միջոցառումներ են, աշխատանքներ են տարվում ընտանիքի անդամների հետ, ընտանիքի անդամներից է պարզվում, թե ուր կարող է լինել երեխան, որտեղ է գնացել, դեպքերը բազմաթիվ են լինում, գիտեք, բոլոր տարիներում էլ եղել է, անչափահասը դուրս է գալիս տանից, ծնողը հայտնում է, որ երեխան չկա, երեխան կարող է լինել ընդհանրապես գնացած լինի իր ընկերոջ տուն, որևիցե մի այլ տեղ, փողոցում նույնիսկ քնի, չուզենա վերադառնա, չցանկանալով վերադառնալ ընտանիք, ծնողի հետ ինչ որ հակասություններ ունենալու արդյունքում նամանավանդ այդ նման դեպքեր շատ են լինում դեռահասության տարիքում, եւ ոստիկանը բնականաբար ընտանիքի անդամների հետ է առաջնահերթ խոսում, այնուհետև նկարն է տարածվում ամբողջ հանրապետության ոստիկանության տարածքային բաժիններում, որպեսզի փնտրողական աշխատանքները հնարավորինս արագ իրականացվեն։ Հարևանների շրջանում է կատարվում աշխատանք, որտեղ ի վերջո հարևաններն էլ են տեղակ լինում ընտանիքի կարգավիճակից, որոշ տեղեկություններ հարևաններն են տալիս, ինչու՞ չէ։ Այս գործընթացում 3 տարիներ շարունակ ոստիկանության կողքին են եղել տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք բավականին մեծ դերակատարություն ունեն այս գործընթացում։ Ընդհատեմ, կոնկրետ 3-ամյա Տիգրանի դեպքով ներքին գործերի նախարարը հայտարարեց, որ հենց առաջին օրվանից, ահազանգը ստանալու հաջորդ օրվանից բոլոր վարկածների հետ հաշվի են առել նաև հոր կողմից սպանության վարկածը։ Հաշվի են առել դա։ Հետաքրքիր է, ինչպես է հայրը կարողացել երեխայի դին մի քանի անգամ տեղից տեղ տեղափոխել, երբ որ նա պետք է լիներ իրավապահների ուշադրության կենտրոնում այդ որոնումների ժամանակ։ Այն նախաքննությունը կպարզի։ Ես դրա համար չեմ ցանկանում ուղղակի առաջ ընկնելով դրա մասին որևիցե մի մեկնաբանություն տալ։ Այո, իհարկե աշխատանք են իրականացնում եւ պետք է իրականացնեն օպերատիվ աշխատակիցները, համայնքային տեսուչները, գիտեք, ներքին վստահություն եմ եւ իմ աշխատանքային փորձից էր, որ իհարկե այս աշխատանքները արվել են եւ պետք է կատարվեն։ Եկեք նախաքննության ավարտին սպասենք։ Ես վստահ եմ, որ այդ գործը բարող քննիչը, ըստ պատշաճի վերջում կներկայացվի, թե արել են, չեն արել, ուշացրել են, չեն արել։ Եթե չեն անում ինչ-որ մի բան թերի են կատարում, անց է կացվում ծառայողական քննություն։ Դրա համար եկեք այս դեպքի մասին կոնկրետ որևիցե մի գնահատական, որևիցե մի մեկնաբանություն ես չեմ ուզում տալ։ Չեմ ուզում, ոչ թե չեմ ցանկանում, այլ սխալ է տալը։ Սխալ է տալը, մենք չգիտենք։ Մենք չգիտենք ինչ է եղել, ոնց է եղել, առաջի պահից դուք ասում եք նախարարը հայտարարեց, այո, նախարարը հայտարարեց, ես ինքս էլ եմ անձամբ լսել, ինչ աշխատանքներ են տարվել այդ ընթացքում, սպասենք նախաքննության ավարտին։ Մենք խոսեցինք ընտանեկան գործոնի մասին, պետական վերահսկողության մասին, բայց խոսեցինք հենց անչափահասների անհետացումների վերաբերյալ։ Հիմա այն մասին խոսենք, որ հաճախ երեխաները հենց ընտանիքից տնից դուրս գալով երբեմն այդ ռիսկային ընտանիքների մասին է խոսքը, բռնում են հանցավորության ճանապարհը։ Պետությունը ինչ աջակցության ծրագրեր պետք է առաջարկի, գուցե որ ապահովի այդ երեխաների զբաղվածությունը, որ նրանք ժամանակ չունենան մտածելու այլ բանի մասին։ Ինչ կարող է առաջարկել պետությունը այս ընտանիքներին։ Ես ձեզ հետ համաձայն եմ։ Այստեղ երեխաների զբաղվածության հարցը պետք է լուծվի։ Նախ եւ առաջ ծնողները ինքները, հենց ինքը ծնողը պետք է ցանկանա երեխային ընդգրկի որևէ մի խմբակի մեջ։ Ծնողը զբաղվի երեխայի զբաղվածության հարցով, փողոցից կտրի, ուշադրության կենտրոնում պահի, որպեսզի երեխան դուրս չգա փողոց, չկատարի իրավախախտում, հանցագործություն չկատարի, այո։ Եվ պետությունը իր կողմից արդեն պետք է համապատասխան անվճար խմբակներ լինեն, սպորտային, որովհետև կոնկրետ այս ընտանիքը եւ նմանապես մենք գիտենք բազմաթիվ ընտանիքներ, որոնք ուղղակի վճարունակ չեն գումարով տանել իրենց երեխաների զբաղվածության հարցը լուծել։ Բայց գիտեք իմ պրակտիկամ եղել նաև ինչու՞ չէ ծնողներ, որոնք իրենք իսկ հրաժարվել են երեխային տանել, ներգրավել որևիցե մի սպորտային խմբակում, չնայած նրան, որ ոստիկանությունը ինքը առաջարկել է երեխայի զբաղվածության հարցը լուծել։ Այստեղ աշխատանքներ պետք է իրականացվեն ծնողների հետ։ Սրանք պետք է աշխատանք տարվի խոցելի խմբերի հետ։ Ընտանիք նայեք Տիգրանի ընտանիքը չէ, այս առումով, երբ որ դու լսում ես մայրիկին, հորը, մյուս երեխաները ունեն խնդիրներ, սա
խոցելի ընտանիք է։ Նման ընտանիքների հետ աշխատանք է տարվում, պետք է տարվի։ Այստեղ մեծ դերակատարություն պետք է ունենա համայնքը, պետք է հայտնաբերվեն այս ընտանիքները։ Գիտեք, տարիներ առաջ մենք ունենք սոցիալական աշխատողները, չէ՞։ Այս ինստիտուտը չկար ընդհանրապես։ Հետո սկսեց ստեղծվել, սկսեց արդեն զարգանալ։ Սա կարևորագույն մի օղակ է, որովհետև նա ունի բավականին մեծ լիազորություններ, գիտեք, ավելի շատ լիազորություն ինչ որտեղ, քան նույն ինքը ոստիկանը։ Նա կարող է ամեն վայրկյան մտնել տուն, գալ, տեսնել երեխան ինչ վիճակում է, գնահատել իր վիճակը տան, երեխային հարցը բարձրացնել տեղափոխման մասին, խնամակալության մարմինները, մարզպետարաններում գործող երեխաների իրավունքների պաշտպանության, կանանց, ընտանիքի եւ երեխաների հիմնահարցերով բաժինները։ Նախկինում տարիներ առաջ սրանք չկային, եւ գիտեք, ոստիկանությունը, ես ինքս լինելով հենց այս ակունքներում, հենց սկզբից, երբ որ այ մուրացկանությունը սկսեց զարգանալ երեխաների շրջանում, բազմաթիվ էին մուրացիկ երեխաները, ես խոսում եմ 96, 97, 98 թվականների մասին, մենք հարյուրավոր երեխաներ էինք հայտնաբերում փողոցներից, բերում էինք տարածքային բաժին, այստեղ ոստիկանությունը միայնակ էր, չկար ոչ մի բան, չկար ոչ մի օղակ, որի հետ դու կարող էիր աշխատել այս երեխաներին վերջնական հարցը լուծելու համար։ Լավ, ոստիկանը բերեց բաժին, ներկայացրեց, հետը մի քիչ զրուցեց, ծնողին հայտնաբերեց, հանձնեց ծնողին, որը անբարենպաստ ընտանիք է, բա հետո լավ, հետո վերջնական լուծում տալու համար անհրաժեշտ են այս օղակները, որը այսօր ըստ էության կա։ Կան օղակները, բայց հիմա 95-96 թվական եւ հիմա 2025 թվական համեմատում ենք, որ չկային օղակները։ Իսկ եթե հանցավորության թվերն ենք համեմատում, այդ օղակները արդյունավետ են այսօր։ Գիտեք, այդ նույն տարիներ առաջ մենք նույնիսկ անչափահաս մի քանի տարի եղավ, որ մենք անչափահասի համար նախատեսված գաղութում, անչափահաս չունենք պատիժ կրող։ Ծանր դա չէր նշանակում, որ ինքը հանցագործություն չէր անում էին։ Մանավանդ մանր գողությունները բավականին թիվը շատ մեծ էր, բայց ծանր հանցագործություններ չէին անում, որի համար անչափահասը չէր հայտնվում գաղութում։ Այսա բավականին բարձր ցուցանիշ է, երբ որ որը նաև ներկայացվել է տարբեր երկրներում եւ ներկայացվել է որպես ոստիկանության աշխատանքը այս ոլորտում բավականին լավ մոդել, որի արդյունքում մենք ունենք այս պատկերը։ Աշխատանքը պետք է տարվի, գիտեք, ես ուզում եմ խոսել ընդհանրապես, ինչ պետք է արվի։ Այստեղ ինչի արդյունքում մենք սրան հասանք։ Շատ սերտ համագործակցություն, շատ սերտ հասարակական կազմակերպությունների հետ։ Թիվը մեծ էր, բայց մի քանիսն էին, որոնք բավականին արդյունավետ աշխատանք էին իրականացնում։ Հասարակական կազմակերպություններից որոշը, որոնց հետ ոստիկանությունը ստեղծել էր մի մոդել, բացառիկ մոդել, դա Հայկական օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնն էր։ Մի տանիքի տակ աշխատում էր ոստիկանությունը եւ հասարակական կազմակերպությունը։ Հասարակական կազմակերպության մեջ կար ոստիկանության բաժանմունք եւ իրար հետ համատեղ աշխատանք անելու արդյունքում մենք ունենում էինք ուղղակի դրական արդյունք։ Աշխատանքներ էին իրականացվում, աշխատանքներ պետք է իրականացվեն ընդհանուր առմամբ այս երեխաների հարցում նախարարությունների հետ։ Աշխատանքի սոցիալական հարցերի, կրթության նախարարության, առողջապահության, որտեղ երեխաներ ենք հայտնաբերում, տեսնում եք ինքներդ, որ ունեն առողջական խնդիրներ, չէ՞։ Այս երեխաների հարցը պետք է լուծվի, ծնողը չունի հնարավորություն երեխայի բուժման հարցը լուծել կամ իր առօրյա աշխատանքի մեջ այնքան զբաղված, ինքը ուղղակի երեխան անուշադրության է մատնվում, ցավոք սրտի։ Ժամանակ չունենալով տարբեր են խնդիրները, գիտեք, նույն ինքը ծնողը այնպիսի հուզական հոգեվիճակի մեջ է, հոգեբանական խնդիրներ ունի, այսինքն այստեղ պետք է լինի նայեք համայնքի հետ աշխատանքը, շատ կարևոր է, կան խնամակալության մարմիններ։ Հիմա մենք շատ ենք խոսում նայեք Տիգրանի մասին, մյուս կորած երեխաների մասին, այստեղ դերակատարություն ունի համայնքը, սոցիալական ծառայողները։ Բոլորը պետք է ներգրաված լինեն։ Երբ որ ներգրաված են լինում, երբ որ այս օղակը գործում է, երբ որ իրար հետ համագործակցում են, ճանաչում են իրար։ Հիմնական խնդիրը Երևան քաղաքում էր, իդեպ, եւ հիմա էլ է, ներկայումս էլ է, որովհետեւ ազգաբնակչության հիմնական մասը ապրում է Երևանում։ Աշխատանքը քաղաքապետարանի համապատասխան բաժնի հետ։ Բավականին արդյունավետ աշխատանք իրականացվում էր
եւ պետք է իրականացվի։ Ես շատ դեպքերում խոսում եմ անցյալով եւ ընդհանրապես ներկայացնում եմ մոդելը, որովհետեւ ես այսօր ինձ իրավունք չեմ վերապահում ասել, թե ինչ է արվում եւ չեմ էլ կարող ասել։ Դա կարող է ասել այսօրվա պատասխանատուն, ով որ աշխատում է այս ոլորտում, ով որ իրականացնում է այս աշխատանքը, ինքը կարող է ներկայացնել ինչ է արվում եւ ինչ որտեղ են բացերը։ Ես ընդհանուր առմամբ ներկայացնում եմ համեմատականը ինչպես եղել է եւ ինչպես պետք է ընդհանուր առմամբ լինի։ Հասարակություն, եկեք խոսենք հասարակության մասին։ Ես ուզում էի խոսել, հա, որովհետեւ շատ դեպքում հանցավորության ճանապարհ բռնում են նաեւ անչափահասները, որովհետեւ կարծես հասարակության մեջ այդ կողմնորոշիչները չեն լինում։ Օրինակ արժեհամակարգի անկում, տեսնում եք այս խնդիրը դուք այսօր։ Պարզունակ օրինակ, ասենք ամոթի զգացումը կարծես վերանում է շատ դեպքերում եւ անչափահասները տեսնելով մեծահասակների վարքը գուցե կարող են ընդօրինակել եւ էլի բռնել հանցավորության ճանապարհ։ Ես այստեղ ավելի շատ կցանկանայի խոսել հասարակության, մեր հասարակության ընդհանրապես անտարբերության մասին։ Ինչու ոչ։ Նույն, գիտեք, եկեք չանդրադառնանք հիմա այս պահին Տիգրանի դեպքին։ Իհարկե, Տիգրանը մեկն է շատ ու շատ օրինակներից։ Այո, իրենց ընտանիքը մեկն է շատ։ Շատ են, ուղղակի Տիգրանի մասին մենք հիմա խոսում ենք, որտեղ այս դեպքը եղավ Տիգրանի հետ կապված եղավ։ Մենք դրա, բայց ինչքան ընտանիքներ կան, չէ՞, շատ, որոնց պետք է եկեք նորից համայնքը հայտնաբերի, սոցիալական ծառայողները, ոստիկանը, տեղամասը սպասարկող մյուս օղակները պետք է հայտնաբերեն, բայց եկեք խոսում ենք հասարակությունից, հարևանները, չէ՞ որ հարևանները տեսնում են, ցավոք սրտի, այս էմպաթիա ասվածը, հայ զգացմունքը վերացել է, այն պատասխանատվության զգացումը, այս հոգեվիճակը, սենց ջերմությունը չկա ցավոք սրտի։ Հարևանները հիմա խոսում են, որ հա, այո, այդ ընտանիքը խնդիրներով ընտանիք էր, բայց կարելի էր ժամանակին դրա մասին ահազանգել։ Բարեկամները ունեն բարեկամներ, տեսնում են, որ այդ տանը անառողջ վիճակ է, երեխաները թերի են զարգանում, երեխաների հետ զբաղվող չկա, երեխաների հետ անհրաժեշտ աշխատանք է պետք տանել, կարող էին ահազանգել է պետք, ահազանգել խնամակալության մարմին, մարզպետարան, ոստիկանություն, ահազանգել բոլորին, մեկ անգամ չէ, թող 2-3 ահազանգեն, որպեսզի այդ երեխաների տանից հեռացնեն, որպեսզի օգնեին ծնողներին, մորը օգնեին, մոր այդ հուզական վիճակը, այսօր կա հոգեբանների ինստիտուտ, եկեք խոսենք հոգեբաններից, ճիշտ է։ Այսօր դպրոցներում կա հոգեբանի հաստիկ, չէ՞ որ նախկինում չկար, սա կարևոր մի հաստիկ է, որը կարող է աշխատել եւ պետք է աշխատի այս երեխաների հետ, խնդիրներ ունեցող երեխաների հետ, ինչու՞ չէ, նաեւ ծնողների հետ կարող են աշխատել եւ առանց ծնողի երեխա հետ աշխատելը, գիտեք, արդյունավետ է լինում, նույնիսկ այն երեխային, որ մենք ներկայացնում ենք բաժին մուրացկանությամբ զբաղվող, եթե դու ծնողին չհրավիրես ու ծնողի հետ չխոսես, դու արդյունք չես ստանալու։ Դա այսենց աշխատանք է, որը հոգեբանը պետք է այս ընտանիքի հետ աշխատի։ Այսօր համացանցերում մենք տեսնում ենք չկանա տարածված այս հոգեբանների, որ հոգեբանական ծառայություններ, բայց շատ կարևոր է, որ նրանք լինեն լիցենզավորված այս ընտանիքի հետ, շատ կարևոր էր եւ կարևոր է, որ պետք է աշխատի հոգեբանը։ Այն մարդիկ, որոնք նայեք ինչքան շատ այսօր մենք պատասխանատուներ ունենք ստեղծված բոլոր օղակները ըստ էության։ Մնում է, գիտեք, ես միշտ ասել եմ, որ ինձ ասում են, լավ է, որ լինի կին, լավ է, որ մյուս երեխա հետ աշխատելուց։ Ես միշտ գտել եմ, որ երեխա հետ աշխատելուց կարևոր է, որ լինի լավ մարդ, որ այդ երեխայի մեջ տեսնի իր երեխային։ Եթե երեխան քեզ վստահեց, եթե երեխան դու կարողացար երեխայի հոգում մեջ մտնել, հասենց մտնել իր մեջ, երեխան քեզ ամբողջովին կտրվի, երեխան քեզ կվստահի, երեխան քեզ կլսի։ Մարդիկ են պետք, որոնք շատ են սիրում երեխաները, որոնք պրոֆեսիոնալներ են, որոնք համապատասխան կրթություն ունեն, ցանկություն ունեն, կարողություն ունեն, հմտություններ ունեն երեխայի հետ աշխատելու։
Այդ դպրոցների մասին խոսեցինք, նաև վերջերս դպրոցներում թմրամիջոցների տարածման դեպքեր արձանագրվեցին, սրա ռիսկերի մասին խոսենք եւ սա ինչպես կանխարգել ենք, այսինքն ոստիկան, դպրոց, ծնող, ես հիշեցի օրեր առաջ բյուջեի քննարկման, ելի ներքին գործերի նախարարն ասաց, որ շատ դեպքերում ոստիկան դպրոցներից ահազանգեր չեն լինում կապված չեմ ասում թմրանյութերի, առհասարակ ինչ-որ դեպքերի հետ բառացի այսպես է ասում, եւ ասում է, որ գրավոր դիմումներ է ուղարկել ԳԳՄՍ նախարարին։ Սա ինչպես կարող ենք կանխարգել դպրոցներում։ Տարիներ առաջ մենք ունեինք դպրոցներում դպրոցական տեսուչի ինստիտուտը։ Դպրոցական տեսուչ դա ոստիկան էր, որը աշխատում էր ավագ դպրոցներում։ Մենք երբ որ ավագ դպրոցները ստեղծվեցին, խնդիր ծագեց, որտեղ տարբեր դպրոցներից գալիս են երեխաներ, մեկը մյուսի հետ ծանոթ չի, ավելի շատ դա ինչի ստեղծեց այդ ինստիտուտը, որտեղ երեխաների այդ արդեն դեռահասության տարիք, 15, 16, 17 տարեկան տղաներ եւ արդեն միջանձնյա հարաբերություններ, կռիվներ, ինքնահաստատում, մյուս այստեղ մենք վերցրեցինք Միացյալ Նահանգների մոդելը, դպրոցական տեսուչը։ Ընտրեցինք լավագույններին, անչափահասների տեսուչների մեջից ընտրեցինք լավագույններին, ունեցանք դպրոցներում տեսուչներ, որոնք որ բավականին մեծ աշխատանք տանում էին դպրոցներում, համագործակցում էին մանկավարժների հետ, երեխաների հետ, այստեղ աշխատանքը տարվում էր այն ուղղությամբ, որ երեխաները վստահեն ոստիկանին, ու մենք ունենում էինք բազմաթիվ դեպքեր, այն ոստիկանին, որ շատ էին սիրում երեխաները, սկսում էին սիրել, տեսնել իր մեջ ընկեր եւ ոչ թե միայն ոստիկան, տեսնում էին, որ խելացի է, տեսնում էին, որ իրենց համար ավագ խորհրդատու է, սկսում էին երեխաները կիսվել եւ բավականին խնդիրներ էր հայտ գալիս։ Տարաբնույթ, որտեղ ոստիկանը ինքը իր կողմից կարողանում էր երեխային օգնել եւ անպայման չէր տանել ոստիկանության, խնդիրը դրված է, որ երեխային մի բերեք տարածքային բաժին, եթե այնպիսի խնդիր չի, ինքներդ կարողացեք երեխային ուղղակի օգնել, որ երեխան նաև վստահի ձեզ։ Այստեղ բավականին նման հարցեր լուծվում են։ Հիմա այդ դպրոցական տեսուչների չկան դպրոցներում, ես պատճառը չգիտեմ իհարկե, Ուսմեի պատճառը հարցնել։ Չգիտեմ ես պատճառը, ինչու չկա, միգուցե հետո գտել են ոչ նպատակահարմար, ոչ արդյունավետ, երևի թե, չեմ կարող ասել։ Բայց ինչևից է, եթե հիմա մենք այսօր չունենք դպրոցներում, չէ, ոստիկան, բայց կան կցված ոստիկաններ, դպրոցին կա կցված ոստիկան եւ այստեղ համագործակցությունը պետք է լինի շատ սերտ դպրոցի տնօրենների հետ, մանկավարժների հետ։ Գիտեք, ունեինք որոշ դեպքեր, երբ որ նույնիսկ այն սկզբից դպրոցի տնօրենը ասում էր, ես եմ դպրոցի տերը, ոստիկանը ստեղ ինչ գործ ունի, ինչ անելու, ինչ որ պետքա ես եմ ստեղ հարցեր լուծողը, այսպես, բայց հետո ժամանակի ընթացքում իրանք հասկացան, որ չէ, ոստիկան այնտեղ չի, նրա համար, որ միայն պատժի, չգիտեմ ինչ, նա այնտեղ է, որպեսզի օգնի երեխաների շրջանում իրավական թեմաների շուրջ զրուցի, մյուս ես արդեն ասեցի։ Հիմա այստեղ կարևոր է, որ դպրոցի տնօրինությունը, մանկավարժները վստահեն ոստիկանին։ Այն դպրոցին կցված ոստիկանին, որը որ դպրոց է հաճախում, ես չգիտեմ, հիմա շաբաթը 1 անգամ, 2, 3 անգամ ինչևից է, բայց կցված ոստիկան կա։ Թեկուզ հեռախոսազանգով անմիջապես ահազանգի գան իրար հետ քննարկեն, փորձեն լուծում գտնել, որովհետև այստեղ նորից իսկ պետք է այս ամենը բխի երեխայի լավագույն շահերից։ Պետք է ժամանակին հայտնաբերվի, եթե երեխան մենք տեսնում ենք, որ թմրամիջոց է օգտագործում, բնականաբար, պետք է աշխատանքներ տարվեն։ Ուղղակի այստեղ վստահությունն է։ Ես կարծում եմ պետք է աշխատել վստահության վրա, որպեսզի մեկը մյուսին վստահի, թե մանկավարժը, թե դպրոցի տնօրինությունը, այս ոստիկանին իրար հետ համատեղ աշխատանքներ իրականացնեն։ Ահազանգով է, միսոմեմսը ոստիկանը կարող է ուղղակի 5 րոպեում հայտնվել դպրոցում եւ կարողանալ իրենց կողքին լինել, այդ հարցերին լուծում տալ։ Այսօր կարծում եմ, այս տեխնիկայի դարում ոչ մի դժվար բան չկա, այլ ուղղակի բարիկամք է պետք, վստահություն է պետք։ Իսկ այդ վստահությունը պետք է վստահությունել ձեռք բերել։ Որքան էլ ասում եք օղակը պետք է համագործակցի, սերտ ընդհանուր օղակը պետք է աշխատի, բայց թե որքանով է դա արդյունավետ, արդեն ժամանակն ու դեպքերն են ցույց տալիս։ Գիտեք, ուղղակի եկեք սիրենք բոլոր երեխաներին, անկախ նրանից մերն է, թե մերը չի, ուշադիր լինենք
բոլոր երեխաների նկատմամբ, որոնք հայտնվել են փողոցում, որոնք մեր տեսադաշտում են։ Յուրաքանչյուր երեխայի մեջ տեսնենք մեր երեխային։ Եվ մի բան էլ գիտեք, այս նկատել եմ մի վատ տենդենս այսօր։ Տիգրանի դեպքը եղավ։ Մյուս Տիգրանի դեպքներ եղել։ Ու նմանակի շատ դեպքեր։ Մեր հասարակությունը շատ ծանր է տանում։ Անմիջապես բոլորը էմոցիոնալ արձագանքում են, խոսում ենք բոլորս դրա մասին, ամեն մեկ իր կարծիքն է գրում մյուս։ Անցնում է մի քանի օր, կարծես թե նման դեպք չի եղել։ Հետևություն չենք անում, ցավոք սրտի, եւ դրա համար մենք հետագայում ունենում ենք նորից նմանակի դեպքեր։ Մենք չպետք է մոռանանք այս դեպքը, որ եղավ։ Ինչ պետք է անենք։ Լինենք ուշադիր յուրաքանչյուր երեխայի նկատմամբ։ Անկախ նրանից մերն է թե ոչ։ Շնորհակալ եմ։ Իսկ ես հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալել էի ոստիկանության գնդապետ, փորձագետ Նելի Դուրյանին։